Հարգելի հեռուստադիտողներ, մեր այսօրվա առաջին թեման ուղիղ կապված է մեր ինքնավստահության, տրամադրության եւ գեղեցիկ ժպիտի հետ։ Կարծում եմ շատերդ արդեն գուշակեցիք, այսօր խոսելու ենք ատամնաբուժական ծառայությունների առհասարակ գեղեցիկ ժպիտ եւ առհասարակ ատամնաշար ունենալու գրավականներից մեկի մասին։ Այսօրվա իմ հյուրն է GH Dent ստոմատոլոգիական կլինիկայի տնօրեն, ստոմատոլոգ Ժիրայր Հարությունյանը, ում հետ այսօր կպարզենք, թե ինչպես է փոփոխվել ատամնաբուժական ծառայությունները, ինչ նորագույն մոտեցումներ եւ տեխնոլոգիաներ են կիրառվում այսօր։ Ողջույն բժիշկ։ Շատ ուրախ եմ այսօր ձեզ այստեղ տեսնել։ Շատ ուրախ եմ հրավիրելու համար։ Շնորհակալ եմ։ Եկեք այսօր սկսենք արագ բլից հարցումներից, որոնք սովորաբար ուզում են, հետաքրքրում են մեր բոլոր հեռուստադիտողներին եւ ինչու ոչ բուժառուներին, որից հետո արդեն ավելի լայն, այսպես զրույց կունենանք բոլոր հարցերի շուրջ։ Պատրաստ եք։ Պատրաստ ենք։ Շատ լավ։ Արդյոք ճիշտ է այն պնդումը, որ ժամանակակից տեխնոլոգիաներով բուժումը ատամնաբուժական ավելի քիչ ցավոտ է։ Ոչ, ժամանակակից տեխնոլոգիաների ցավը այդքան կապ չունի։ Արդյոք ատամների սպիտակեցումը վնասում է էմալը։ Ոչ, չի վնասում, ընդհանուր առմամբ։ Կարող է մեկ այցելությամբ լուծվել այն, ինչ նախկինում պահանջում էր ամիսներ։ Այո։ Ճիշտ է, որ արագ բուժումը երբեմն ցածր որակով է պայմանավորված։ Ոչ, հիմնականում տենց եթե ճիշտ է կատարվում ամեն ինչ, հնարավոր չի։ Արդյոք բոլորին է անհրաժեշտ ատամնաշարի ուղում, եթե անգամ շատ գեղեցիկ տեսք ունեն առաջին հայացքից։ Ոչ, անհրաժեշտ չի, եթե ունենա ուղիղ ատամնաշար, անհրաժեշտ չի։ Ճիշտ է, որ եթե ցավ չկա, ապա ատամնաբուժի դիմելու կարիք էլ չկա։ Ոչ, դա այդպես չի։ Շնորհակալություն, շատ լավ։ Եկեք խոսենք այն մասին, նախ առաջինը ձեր կենտրոնի մասին, նախ սկսենք ինքնաներկայացումից։ Ինչ է իրենից ներկայացնում GH Dent ստոմատոլոգիական կենտրոնը, ինչպիսի ծառայություններ է մատուցում եւ երբանից է գործում։ Ստեղծել ենք մեր կլինիկան 12 թվականից, GH Dent ստոմատոլոգիական կլինիկան։ 12 թվականից ստեղծել ենք առաջինը, 22 թվականին բացեցինք երկրորդ կլինիկան արդեն կենտրոնում Աբովյան 31 հասցեում։ Կատարում ենք բոլոր տեսակի ծառայություններ ատամնաբուժական ու հիմնականում փորձում ենք անցավ եւ որակյալ կատարել։ Այսինքն այն, ինչ պետք է առողջ ատամնաշար, ինչու ոչ գեղեցիկ ժպիտ ունենալու համար ձեր կենտրոնում կարող են ստանալ, այսպես ասենք, այո։ Շատ լավ, այսօր ուզում ենք խոսել նաև ժամանակակից տեխնոլոգիաներից։ Մենք գիտենք, որ երևի թե ոչ մի այլ սֆերա կամ միգուցե քչերից մեկն է, որ խիստ կապված է ժամանակակից տեխնոլոգիաներով, այստեղ միայն թեորիա չէ, այլ անպայման հագեցած սարքավորումներ են պետք։ Ինչն եք դուք կարևորում այս ժամանակակից տեխնոլոգիաներին, ինչպես եք փորձում հասցնել, հագեցնել ձեր կենտրոնը եւ ինչն է կարծում, որ ամենակարևոր երևի թե առաջադիմությունն է, որ այսօր ատամնաբուժության մեջ կիրառվում է։ Այսօր առանց ժամանակակից տեխնոլոգիաների, սարքավորումների եւ մեթոդների հնարավոր չի աշխատել, քանի որ ժամանակակից սարքավորումները եւ մեթոդները թույլ են տալիս ավելի ճշգրիտ կատարել, ավելի արդյունավետ արդյունքներ ստանալ եւ ավելի գեղեցիկ ժպիտներ ստեղծել։ Տեսեք, շատերի մոտ կարծիք կա, որ այստեղ միշտ մարդկային գործոն եթե կա, օրինակ, չգիտեմ, մեխանիկորեն է, հա, չափ վերցվում, կամ մարդը ինքն է միջամտում այդ գործողությունը, դա ավելի ճշգրիտ կլինի, բայց փաստորեն տեսնում ենք, որ ոչ շատ դեպքերում եթե դա թվային է արվում, եթե սարքի միջոցով է արվում, ապա դա ավելի հստակ է, հավաստի է եւ գրեթե անսխալ է։ Ճիշտ է այդ պնդումը։ Այո, դա այդպես է, իհարկե մարդկային գործոնը կա այդտեղ, որտեղ ամեն դեպքում բժիշկն է տեսնում ինչա ստացվում։ Այո։ Եվ ճշգրիտ է ստացվում եւ չափսը եւ արդյունքը ավելի հստակ անում ենք այն, ինչ որ պետք է ստանանք։ Այո։ Ժիրայր, երբ ուսումնասիրում եք ձեր կենտրոնում հատկապես ծառայությունների մեջ, նկատեցի այդ արագ սկաներներ կոչվածը, հա, եթե կարելի է մեկնաբանեք ինչ է դա, ինչ է տալիս, ինչու է կարևոր, արագությունը արդյոք այդ արագ արդյունքի մասին է խոսում եւ ինչ, այսպես համընդհանուր բանունի որակի հետ արագ արդյունք եւ որակյալ բուժում է ապահովում։ Այո, այսօրվա սարքավորումները, հատկապես սկաներները թույլ են տալիս, որպեսզի շատ արագ ստանալ դրոշմը, չափսը, ինչ որ պետք է պատրաստի շապիկները, եւ մենք ունենք նաեւ սարք կատկամ է կոչվում, որը միանգամից տեղում տաշում է, պատրաստում է ցերկոնի շապիկներ, կերամիկական շապիկներ, եւ մեկ ժամվա ընթացքում կարող ենք պատրաստել շապիկ, որը առաջ տևում էր շաբաթներ կամ 10 օր եւ ավել։ Սա հիանալի է, կարծում եմ, այսինքն այն մարդկանց համար, ովքեր քիչ ժամանակ ունեն կամ կարճատև են Երևանում, մենք գիտենք, որ հա հիմնականում գալիս են այսպես կարճաժամկետ, բայց ուզում են արագ բոլոր հարցերը իրենց առողջական մեր հայրենակիցները լուծեն, իրենց համար երևի լավագույն առաջարկներից է։ Ոնց որ ասած, փոխարինում է տեխնիկին, մարդկային գործոնը դուրս է գալիս տեխնիկական մասը եւ այդ սարքը միանգամից պատրաստում է շապիկը, որը ավելի հստակ, ավելի ճիշտ եւ ավելի տեսքով է ստացվում։
Ստացվում է, որ մենք այս դեպքում ունենք եւ չափագրում ճիշտ գրագետ թվային սարքի միջոցով եւ արդեն պատրաստում է հենց շապիկը, որը պետք է կիրառենք։ Շատ հետաքրքիր է։ Շատ արագ է ստացվում այդ ամենը։ Երևի մեր առանձնահատկություններից մեկն է, որ մենք շատ արագ ենք անում աշխատանքները։ Մենք շատ խոսում ենք պարբերաբար այդ սարքավորումների մասին, ինչպես դուք կմեկնաբանեք ձեր կենտրոնում, օրինակ, որ սարքերն են, որ գրեթե համարում եք անփոխարինելի, թե ձեր համար, թե առհասարակ ժամանակակից ատամնաբուժության մեջ։ Այսօր ատամնաբուժության մեջ շատ կարևոր է ճշգրիտ ախտորոշումը։ Եթե ունեք բուժման կեսն է, չէ՞ երևի թե շատ հաճախ։ Երևի թե, եթե ոչ ավելին, քանի որ առանց ժամանակակից այդ սարքավորումների ախտորոշման առաջ երևի թե այդ ամեն ինչը պատկերացումով ենք անում, իսկ հիմա տեսնում ենք ավելի մանրակրկիտ, ավելի ճշգրիտ, հասկանում ենք թե խնդիրը եւ թե բուժման արդյունքը ավելի արդյունավետ է ստացվում։ Այ հետաքրքիր լինում են ձեզ մոտ դեպքեր, երբ բուժարուն գալիս է, բայց ասում է չի լինի, օրինակ ռենտգեն չանենք, այս կամ այն հետազոտությունը չանենք, որը ցավոք շատ է, չէ, տարածված բժիշկը կարծես թե կապված լինի եւ սահմանափակված, բայց երբեմն բուժման համար անհրաժեշտ է կատարել այս կամ այն հետազոտությունը։ Հիմա ինչպես է ձեր դեպքում, խուսափումն է հիմնական, նույն օրինակ ռենտգենը ինչ է կատարում, ատամնաշարը ավելի լավ տեսնելու կամ ինչպես եք հիմնավորում, որ դա խիստ կարեւոր է։ Այսօր առանց ռենտգեն սարքավորման հնարավոր չի կատարել բուժում, իսկ այսօրվա ժամանակակից սարքավորումները այնքան անվնաս են, որ տենց տարբերակ կա, որ այրոպորտի սկաների մեջով անցնելուց ավելի շատ ճառագայթ ենք ստանում, քան թե ռենտգեն անելուց։ Այո, համաձայն եմ։ Բժիշկ Իրայր հետաքրքիր է, օրինակ ձեր կենտրոն ամենաշատը ինչ խնդրով են դիմում, այն ինչ միտում եք նկատում, չգիտեմ, դա սպիտակեցումն է, դա ուղումն է ատամնաշարի, հիմնականում ավելի թերապևտիկ թե այլ միջամտություններ պահանջող են, թե այդպիսի բան չկա բոլորից։ Այսօր ավելի շատ շատացել են մարդկանց էսթետիկ առումով ատամները թե սպիտակեցնելը, թե ուղղելը, ժամանակակից էս վինիրների եւ նմանատիպ կերամիկական շապիկների շնորհիվ ավելի գեղեցիկ ժպիտներ են ստանում եւ մարդիկ ավելի շատ են այսօր ուզում, որպեսզի ունենան գեղեցիկ ժպիտ։ Հիմնականում դա են ավելի շատ, դե բնականաբար մյուս աշխատանքները ցավելու դեպքում եւ մնացած դեպքերում դա միշտ լինում է, միշտ կա։ Այո, գիտեք ինչ հետաքրքիր է, շատ հաճախ, եթե օրինակ էսթետիկ, այսպես ասած, արտաքին տեսքը, հա, բուժարու ինչը հուզի, միգուցե ինքը նույնիսկ ատամնաբուժի չգա էլ, երևի թե լավ է մի կողմից, որ ուզում ենք ավելի լավ արդյունք ունենալ, բայց օրինակ հետաքրքիր լինում է, որ գան եւ պարզվի, որ իրենք դեռ շատ բուժելու բան ունեն, հետո նոր արտաքին տեսքին անցնելու, ինչպես եք դուք այս դեպքում հաղորդակցում պացիենտների հետ եւ իրենց հորդորում միգուցե կամ համոզում մասնագիտորեն, որ առաջինը պետք է բուժել, հետո ստանալ գեղեցիկ տեսք։ Այո, դա այդպես է, սկզբից պետք է բուժել, իհարկե ախտորոշումը ամենակարևորն է սկզբից, ու շատերը չեն էլ իմանում, որ ունենում են խնդիրներ, գալիս են ուրիշ խնդրով եւ պարզվում է, որ պետք է սկզբից հիմքը ամրացնենք, ամրացվի, բուժումը արվի, նոր անցվի իրենց ցանկությունները կատարելուն, իսկ մեզ մոտ այդ ամեն ինչը կատարվում է ավելի ճշգրիտ, մենք անում ենք մաքսիմում անցավ, փորձում ենք մարդկանց հետ վերաբերվել ամեն մեկին անհատական մոտեցմամբ, որպեսզի իրանց զգան եւ հարմար, եւ ազատ, եւ չզգան ցավ, եւ արդյունքը լինի շատ գեղեցիկ։ Եվ իհարկե ունենան վստահություն, որտեղ մենք գիտենք, որ այսօր ինչքան առաջարկները շատ են, կարելի ասել ամեն քայլափոխի, բայց երևի թե հեռահար պերսպեկտիվան, հա, օրինակ համագործակցելու, երևի թե կլինիկայի, թե բուժարուների համար շատ կարևոր է, որպեսզի առաջանա այդ վստահությունը։ Այո, վստահությունը նախ մեր երկար տարիների փորձի շնորհիվ ենք ձեռք բերել վստահություն մեր բուժարուների մոտ։ Եվ մեր այսօրվա երկու կլինիկանի տեղակայման պատճառով ավելի հարմարավետ ենք սարքել բուժարուներին եւ կենտրոնում մոտենալ եւ Սեբաստիան 20 հասցեում մոտենալ։ Եկեք խոսենք այն հիմնային ամենակարևոր խնամքի միջոցների մասին, նախ մաքրումից, հա, որ շատ հեռուստադիտողներ օրինակ այսօր կտեսնի եւ կհիշեն, որ այ անցել է արդեն տարի 5 կամ 6 ամիսը եւ չեն մոտեցել, եւ իհարկե սպիտակեցման մեթոդներից, որովհետեւ տեսեք ինչքան խոսում ենք զարգացումից տեխնոլոգիաներից, հա, սարքավորումների, բայց դրանք դարձել են նաեւ շատ հասանելի։ Յուրաքանչյուրը այսօր կարող է on-line պատվիրել ինչ-որ սպիտակեցման մեթոդներից որևէ մեկը եւ տանը կիրառել։ Այ կխնդրեմ ասեք այս երկու դեպքերում խնամքի մասին առհասարակ մաքրման անհրաժեշտության եւ իհարկե սպիտակեցում ինչքանով է կարեւորում եւ ինչ է կիրառվում հենց ձեր կենտրոնում։ Խնամքը տնային պայմաններում իհարկե շատ կարեւոր է, գոնե որ երկու անգամ պետք է լվանան, խոզանակը հաճախակի փոխել, որպեսզի ճիշտ մաքրվի, իսկ պրոֆեսիոնալ խնամքի հիգիենայի մասին ես կասեմ, որ ամեն 6 ամիսը մեկ պարտադիր պետք է դիմեն ատամնաբուժի։ Մենք այդ հարցը լուծել ենք, վերցրել ենք մեզ վրա, այսինքն մենք
մեզ մոտ նշելով 6 ամիս երբ որ անցնում է, զանգում ենք, հիշեցնում ենք։ Հետադարձ զանգերի կարևորությունը այսպես։ Ովքեր ուզում են իհարկե։ Այդպես ենք անում, իսկ ովքեր չի ցանկանում իհարկե ինքնավորոշումն է, գնում են երբ ուզում են։ Բայց ճիշտը 6 ամիսը մեկ գնալ ատամնաբուժի մոտ եւ կոնսուլտացիա ոնց որ հասկանալ ինչ խնդիրն են եւ հիգիենան ավելի լավ պահելու համար իսկ սպիտակեցման եւ նման դեպքերը որտեղ տունն են անում ինքը հիմնականում չասեմ անարդյունավետ է, բայց քանի որ ատամի վրա լինում է փառ, լինում է ավելորդ բաներ, չի թողում որպեսզի ատամը սպիտակի։ Իսկ պրոֆեսիոնալ սպիտակեցման համար մենք ունենք նորագույն սարքավորումներ, որոնք ավելի անվնաս են լինում, ուղղակի սկզբնական ժամանակաշրջանում մի քիչ զգայունություն է առաջանում, որը շատ շուտ անցնում է։ Շատ լավ, այսինքն ստացվում է որ այն ավելի ճիշտ է պրոֆեսիոնալ ձևով սպիտակեցնելը, քան տնային պայմաններում, որտեղ տնային պայմաններում կարող է այնպեսի նյութ լինի, որը վառի լնդերը, որը արդյունք չստանա եւ անիմաստ բան է։ Ճիշտ է կամ այդ գերզգայունությունը, չէ՞, որ շատ դեպքերում մնում է եւ մարդու մոտ գերզգայունությունը, ցավոտությունը երկար պահպանվում է, ստացվում է որ այս դեպքում որպեսի առողջ ատամնաշար առհասարակ ունենանք, խորհուրդ եք տալիս 6 ամիսը մեկ գոնե դինամիկ այսպես այցեր եւ դրա համար դուք հետադարձ զանգեր եք անում շատ կարեւոր է եւ իհարկե որ իրեն ժամանակն է արդեն այցելելու որպեսզի ավելի երկար ծառային ատամներ ավելի գեղեցիկ լինեն ու խնդիրների առաջ չկանգնեն հետագայում այսինքն ընկերություն անել ատամնաբուժերի հետ էլի դա շատ կարեւոր է թե վախենալ այլ ընկերանալ մենք մեր բուժարոների հետ հիմնականում այդպես երկարաժամկետ ընկերություններ ենք անում Բժիշկ Հարությունյան շատ խոսում ենք տեսեք վինիրներից, միջամտություններից, միգուցե վիրահատական վիրաբուժական միջամտությունից, բայց խոսենք նաև թերապևտ ատամնաբուժերի, կարծես թե իրենց միշտ հոսքը շատ ավելին է եւ իրենց պահանջարկը միշտ էլ ակտուալ է, համաձայն եք։ Հետաքրքիր է իրենք ինչ սարքավորումներ ունեն, հատկապես ձեր կենտրոնում ինչից են օգտվում, որպեսզի բուժումը լինի ավելի այսպես պրոֆեսիոնալ կամ ժամանակակից մեթոդներին համապատասխան։ Թերապևտիկ բուժման համար շատ կարևոր է ունենալ միկրոսկոպ տենց ասեմ, որը խոշորացնում է շատ անգամներ եւ ավելի հստակ տեսնելով թե դաշտը, թե պատկերը, ավելի ճշգրիտ արդյունք ենք ստանում եւ շատ կարևոր է նաեւ ժամանակակից ախտորոշման սարքերը, ռենտգեն սարքավորումները, որոնց շնորհիվ ավելի լավ ենք տեսնում եւ ավելի ճիշտ արդյունք են ստանում։ Թերապևտների հիմնական օգտագործող սարքը միկրոսկոպն է, իհարկե եւ ռենտգեն սարքավորումներ։ Որովհետև հագեցած է GH Dental Clinic-ը։ Հագեցված է բոլոր սարքավորումներով, որի շնորհիվ մենք ստանում ենք լավ արդյունքներ։ Իհարկե համաձայն եմ, անձեն աչքից հաստատ շատ ավելի լավ է, եթե առաջ օրինակ ակնոցներ էր պետք կամ բժիշկը փորձում էր անձեն աչքով այդ բոլոր դժվար հասանելի տեղերը տեսնել, ապա այս դեպքում կիրառվում է միկրոսկոպով աշխատելուց տեսնում ես նույնիսկ բաներ, որոնք չես է պատկերացրես, որ տես բաներ կան։ Իսկ պետք է այդ ամենը տեսնել, կարող է եթե չտեսնել, ոչ էլ բուժում տալ եւ դա վտանգավոր է, ավելի ճիշտ հասկանալ։ Պետք է տեսնել։ Ու ավելի ճիշտ բուժում ստանալ։ Շատ հետաքրքիր է իմանալ ինչ ամենատարածված սխալներ են թույլ տալիս ձեր բուժարունը, օրինակ վաղուց չի եկել, լավ այցը բաց է թողել, միգուցե մի քանի տարի այստեղ երկրում չի եղել կամ այլ բուժումներ արել կամ տնային պայմաններում ինչ-որ սխալներ է թույլ տվել, որ վնասել է իր ատամնաշարի առողջությանը։ Ամենատպավորիչները որոնք են, որ կուզեիք հնչեցնեին մեր հեռուստադիտողները լսեն եւ օրինակ չկրկնեն։ Ամենակարևորը ժամանակին դիմելն է ատամնաբուժի, ժամանակին ասածը ժամանակ առ ժամանակ 6 ամիսը բարբերաբար 6 ամիսը մեկ կապը պահել։ Իսկ ինչ կարող են անել սխալ բժիշկ Հարությունյան, որ սխալ մաքրեն ատամնաշարը, մաքրելը ոչ լավ մաքրելու պատճառով հիգիենան վատանալուց սկսեն շատ խնդիրներ առաջանան, թե կարիեսներ, թե լնդերի բորբոքվածություն։ Առաջինը սովորական հիգիենայի կանոններ չպահպանելն է։ Կարևորն է, այո։ Դրա համար ավելի կարևոր է դիմել ատամնաբուժի։ Եթե ինչ-որ խնդիր կա շուտ լուծել, որպեսզի չխորանա, ավելի բարդությունների չառաջանա։ Դա օրինակ վնասակար սովորություն է, եթե ընդհանուր խոսենք, շատ ենք ասում, որ հա գունավոր մթերքները, ծխախոտը, ալկոհոլը կարող եւս ազդել։ Այ ամենաշատը ի՞նչն է ազդում մեր ատամնաշարի առողջության վրա։ Ամենաշատը ծխախոտն է ազդում, որը ամենաշատ վնասն է տալիս։ Քիմիական նյութերով հագեցված գազավորված ըմպելիքներն են շատ վնասում, քաղցրն է վնասում եւ ամենակարևորը ոչ ճիշտ հիգիենա պահելը։
Դե տեսեք, փաստորեն սիրելի հեռուստադիտողներ, այն մարդիկ, ովքեր հատկապես քաղցր շատ են օգտագործում, այստեղ կոչը չի հնչում, որ բացառենք, հա, դեռ որ չանցնենք։ Քաղցր օգտագործելուց հետո գոնե շուտ պետք է մաքրել։ Այո, եթե շատ եք օգտագործում քաղցրի հանդեպ այսպես ցանկություն կա առօրյա օգտագործելու, շատ եք ծխախոտ օգտագործում կամ գազավորված ըմպելիքներ, ապա գոնե անմիջապես հետո մաքրում կատարել եւ իհարկե այցերը, ինչպես դոկտոր Հարությունյանը նշեց, գոնե 6 ամիսը մեկ այցերը կատարել, այսինքն դուք հատկապես պետք է չուշացնեք ատամնաբուժի մոտ ձեր այցերը։ Ինչ ընդհանուր խորհուրդներ կան, որոնք կտակ մեր բուժառուներին, տեսեք շատ հաճախ դժվար է գտնել քո մասնագետին, հա, դժվար է վստահություն ունենալ, այսօր աղբյուրը շատ տարբեր է, հա, եւ շատ է առօրյա մեր սոցցանցերում, այստեղ այս մեթոդն են առաջարկում, մեկ այլ տեղ այլ լրիվ տեխնոլոգիաներ եւ իրար հակասող կարծիքներ։ Ինչ ընդհանուր խորհուրդ կտակ, որպեսզի մեր բուժառուն այսօր նայ եւ տեսնի օրինակ իր մասնագետին եւ այդ վստահությամբ լցվի եւ վստահ գա այցի։ Բուժառուներին խորհուրդ կտամ նախ եւ առաջ իրենք հասկանան, թե իրենց ինչ է պետք եւ կլինիկա ընտրելուց տեսնեն, թե կլինիկան ինչ սարքավորումներով հագեցված առաջի հերթին։ Իհարկե բժշկի փորձառությունը եւ բանը ավելի կարեւոր է։ Եվ իհարկե ժամանակին դիմել ատամնաբուժի, որպեսզի ունենան գեղեցիկ եւ առողջ ատամնաշար։ Այսինքն ժամանակից շուտ կանխարգելելը կամ այցերը կանխարգելից շատ ավելի կարեւոր են այստեղ։ Բայց եւ իհարկե նշեմ, որ բժիշկ Հարությունյանը բոլորովին չի խուսափում բառ դեպքերից, որտեղ մենք երբ ուսումնասիրում էինք ձեր ծառայությունները, տեսանք, որ բավականին լայն սպեկտրի ծառայություններ եք մատուցում եւ իհարկե նույնիսկ այն անհուսալի կամ մի փոքր ավելի բաց թողած դեպքերը բավականին լավ արդյունքներ են ստանում։ Մենք կատարում ենք բոլոր տեսակի աշխատանքները, բառ դեպքերից չենք խուսափում եւ փորձում ենք մարդկանց հնարավորինչափ օգտակար լինել, որպեսզի մարդիկ ավելի շատ ժպտան, ավելի գեղեցիկ ժպիտ ունենան։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ, որ այսօրվա իմ հյուրն էր GH ստոմատոլոգիական կլինիկայի տնօրեն ստոմատոլոգ Ժիրայր Հարությունյանը եւ մենք այսօր խոսեցինք գեղեցիկ ժպիտ ունենալու գրավականների մասին եւ իհարկե մի մոռացեք ատամնաբուժական այցեր կատարել գոնե 6 ամիսը մեկ, որպեսզի ունենաք գեղեցիկ եւ առողջ ժպիտ։ Շնորհակալ եմ շատ։